Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Հայրենիքն ու հայրենի հողի պաշտպանությունը նրա համար բարձրագույն արժեք են։ Ընտանիքը ամենաջերմ ու խաղաղ անկյունն է, ընկերությունը հավատարմության լավագույն դրսևորումը։ Առաջին հայացքից այս մարդու հետ շփումը կարող է փոքրինչ անհաղորդ թվալ։ Պատճառը մեկն է՝ սիրտը բացել չի սիրում։ Էմոցիաները պահում է մտերիմ մարդկանց համար։ Հայ պերսոնայում Եգոր Գլումովն է։ Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1990 թվականին ավարտել է Երևանի թիվ 38 միջնակարգ դպրոցը։ 1990-ից 95 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, եղել խոշոր հեռուստանախագծերի հաղորդավար, ինչպես նաև ժյուրիի անդամ։ Այժմ աշխատում է Ռադիո Վան ռադիոկայանում եւ Շանթ հեռուստաընկերությունում։ Գոր բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ, որ դարձա ձեր հերոսներից մեկ, ուղղակի ինձ միշտ թվում էր, որ մարդ պիտի արդեն չլինի նոր դրա մասին այսպիսի ծրագրեր նկարեն։ Պոլիտեխնիկական ինստիտուտից գնացիք հաղորդավարություն։ Ինչպես այս ճանապարհը ընտրեցիք։ Պոլիտեխնիկական ինստիտուտից մինչև հաղորդավարություն եղել է բանակ, բավականին երկար տարիներ ամուսնություն, նոր դրանից հետո հաղորդավարություն, ինչպես որ շատ բաներ մեր կյանքում պատահական, որովհետև մեր կյանքը գործված է պատահականություններից և ամեն հերթական պատահականություն իր հետևից բերում է այլ պատահականություն։ Սիրահարվեցինք, ամուսնացանք, հասկացա, որ բանակում չկան այնպիսի պայմաններ, որ հարմար լինի նորաստեղծ ընտանիքին ապրելու համար, բանակից դուրս եկա, մտածելով, որ կգտնեմ ինձ առօրյայում, հետո չգտա, նորից վերադարձա բանակ, հետո փաստորեն երկրորդ անգամ արդեն բանակ վերադառնալուց հետո պատահական մեր տանը հանդիպեցի, այսինքն ինչքանով պատահական, կնոջս ընկերուհին աշխատում էր Ռադիովանում, տենց խոսեցինք զրույց, վերջ եկա և ասեցի ռադիոյում Շուշանիկին, որ ինձ դուր չի գալի ամեն ինչ ինչ-որ անում են, Շուշանիկն ասեց, դե որ դուր չի գալի, եկեք փորձենք ինչ-որ բան փոխենք և արդեն 25 տարի փոխում ենք, այդպես։ Այն հաջողությունները, որոնք դուք գրանցել եք մինչ օրս, դա համարում եք ճակատագիր, մեծ տաղանդի, թե աշխատասիրության արդյունք, մեծ մասով։ Չգիտեմ, ինձ թվում է իմ հաջողությունները իմ 4 բալիկներն են, իմ ընտանիքն է, կինս, ընկերներս միգուցե։ Դե իհարկե նորից, եթե Մարիշան չլներ մեր տան այդ օրը, միգուցե ես հիմա չգիտեմ որտեղ լինեի։ Հետո եկա ռադիո, փորձեցի ինչ-որ բաներ անել, փորձել, ստացվեց, թե չստացվեց, արդեն ես չպետք է ասեմ, հետո TV հրավեր ստացա, տենց ճանաչելիությունը ինձ չի թվում, որ դա հաջողություն է, այնքան վատ մարդկանց են ճանաչում։ Դրա ինչն է հաջողություն։ Գուցե դա նույնպես հաջողություն է։ Որ վատ մարդկանց ճանաչում են։ Իհարկե։ Գուցե, բայց ես այդպես չեմ մտածում, չգիտեմ։ Ով է ձեզ հանդիպած ամենաճակատագրական մարդը կյանքում։ Դե ըստ էության ինձ համար ամենաճակատագրական մարդիկ, որ հանդիպել են իրան, եղել էին պապան ու մաման։ Օրինակ իրան չհանդիպեն հիմա ես չգիտեմ ումից եք հարցազրույց վերցնելու։ Դրա համար ինձ թվում է իրենց հանդիպումն է ճակատագրական եղել ամենաշատը։ Հետո արդեն հետագայում Մարիամը, կինս։ Դուք գոհ եք ձեր ճակատագրից։ Իհարկե։ Հեռուստատեսություն թե ռադիո, որտեղ եք ձեզ ավելի լավ զգում։ Երկու տեղն էլ ինձ լավ եմ զգում, բայց ռադիոն ինձ ավելի հոգեհարազատ։ 2 տասնամյակից ավելի աշխատել նույն վայրում, դա ինչ է ձեզ համար եւ ինչի արդյունք է մեծ մասով։ Արդեն շատ շուտվանց դարձրել է ապրելակերպ, ոչ թե աշխատանք։ Իսկ արդյունքի մասով կարող են ասել, այդ հարցին պատասխանել բոլոր մարդիկ, որոնք ինձ դիտում կամ լսում են։ Ես ինչ կարող եմ ասել։ Ինձ դուր է գալի ինչ որ ես անում եմ, աշխատում եմ
անել այնպես ինչպես ոչ մեկ չի անում, դա երևի գրավական է, եւ վերջեվերջով ես լիովին երջանիկ մարդ եմ այն առումով, որ ես զբաղվում եմ իմ սիրված գործով եւ դրա համար դեռ գումարներ են ինձ տալի։ Եթե գրեիք ձեր կյանքի մասին մի գիրք, ապա ինչպես կվերնագրեիք այդ գիրքը։ Քանի որ ես շատ ալարկոտ մարդ եմ եւ գիրք չեմ գրի ինձ մասին։ Իսկ եթե գրեք։ Եթե գրեի ալարկոտ մարդու մասին գիրքը։ Այդպես կվերնագրեի։ Իսկ ալարկոտ մարդը ինչպես այդքան գրքեր կարդում։ Եթե ես ունենայի հնարավորություն ոչինչ չանելու միայն գիրք կարդալու, կամ ողջ օրը գիրք կարդայի, հավատացեք ինձ։ Ինչ եք կարդում հիմա։ Ամեն այս պահին կարդում եմ ֆանտաստիկա, վիխր, այդպես է կոչվում։ Ինչ են տալիս գրքերը ձեզ հիմա կյանքի այս շրջանում։ Ինչ են տալիս, անջատվելու հնարավորություն այն վատ բաներից, որ մեր շուրջ կատարվում է, հնարավորություն ինչ-որ բաներ նոր իմանալու, նոր թեմաներ զրուցելու, նոր թեմաներ կիսվելու, այլ մարդկանց եւ աշխարհների եւ ժամանակների հետ ծանոթանալու, շատ բան են տալիս։ Հեռուստատեսությունում եւ ռադիոյում կարծես թե դուք կատարում եք նույն աշխատանքը, հաղորդավարական աշխատանք։ Ինչով է ձեզ համար տարբերվում հեռուստատեսությունում հաղորդավարի աշխատանքը եւ ռադիոյում, որոնք են առավելությունները եւ թերությունները։ Հեռուստատեսությունում քեզ շատ դեպքերում պարտադրում են գրիմ անել։ Դա ինձ նյարդացնում է, օրինակ։ Հեռուստատեսությունում քեզ շատ դեպքերում պարտադրում են դու ինչ որ հատուկ հագուստներ հագնես, դա ինձ նյարդացնում է, որովհետեւ երբ որ մարդուն ինչ որ բան պարտադրում են եւ դա օրենք է կամ կանոն, դա նշանակում է, որ միգուցե դա իրեն դուր չի գալի։ Իսկ եթե մարդուն ինչ որ բան դուր չի գալի, ուրեմն նրան ինչ որտեղ նեղացնում են, ստիպում են անել այն, ինչ որ ինքը չի ուզում, կամ ստիպում են դուրս գալ իր կոմֆորտի զոնայից եւ այլն։ Իսկ ռադիոյում դու ես եւ միկրոֆոնը։ Նու հիմա պարզ է որ կամերաները գոյություն ունեն իհարկե շատ շտվանից, բայց ռադիոն այդ ազատությունը տալիս է։ Ես միակ բանաստեղծությունը, որ իմ ամբողջ կյանքում անգիր եմ արել, դա Միքայել Նալբանդյանի ազատությունն է եւ իզուր չի դա, որտեղ իմ համար ազատությունը ամենակարևոր շնորհներից է, որ մարդ ունի կամ չունի։ Դուք միշտ գտնվում եք այդ ազատության մեջ, թե որոշակի սահմանափակումներ կան եւ դուք դրանց ենթարկվում եք։ Այ հեռուստատեսությունում աշխատանքի մասով դուք նշեցիք, որ որոշակի բաներ կան, որոնք ձեզ դուր չեն գալիս։ Այնուամենայնիվ, եթե դրանք ձեզ դուր չեն գալիս, դուք ենթարկվում եք այդ փոփոխություններին եւ պահանջներին, թե դուք ունեք ձեր սկզբունքները, որոնք որևէ պարագայում չեք բեկանում։ Եթե դրանից կախված է ոչ միայն իմ երջանիկ կամ լավ լինելը, իհարկե աշխատում եմ այսպես անել, որ դե հիմա պատկերացրեք հաղորդումը, որ ես եմ վարում, ու եթե ես հրաժարվեմ այդ հաղորդումը վարելուց, տասնյակ մարդիկ այդ աշխատանքը չեն ունենա։ Դե ուզած հագնում եմ ինչ որ պիտի հագնեմ, գրիմ եմ անում, համենայնդեպս սցենար չեն գրում ինձ համար գոնե, այսինքն ես ազատ եմ իմ խոսքում եւ այլն, բայց հա իհարկե ինչ որ զիջումների գնում ես։ Եթե բացի ինձանից էլի մարդիկ կան, որոնց որ դա կարող է խանգարի, գնում եմ զիջումների, բայց եթե դա վերաբերում է միայն ինձ, ոչ։ Ես թվերի հետ լավ ընկերություն չունեմ, չգիտեմ որ թվին է ինքը հայտնվել, կոնկրետ չեմ հիշում։ Հիշում եմ, որ Եգոր Գլումովը, որպես Եգոր Գլումով, ստեղծվեց իմ առաջարկով պսևդոնիմը, ես հորինեցի։ Գորը իմ համար պատրիարխ է, բառացիոն իմաստով, երևի ես ուրիշ մարդ հիմա իմ ժամանակակից շրջապատից ոչ մեկին չէի կարող անվանել պատրիարխ։ Ինքը հենց այն մեծ աղբերն է, չնայած մենք 2 ամսվա տարբերություն ունենք ընդամենը, ինքը 2 ամսով մոտավորապես ինձանից մեծ։ Ինքը իմ համար շատ մեծ ավտորիտետ է, շատ կիրթ մարդ է։ Իր արտաքինը շատ խապուսիկ է, ինքը շատ նուրբ է, շատ ջերմ է, շատ ընկերասեր է, ճշմարտախոս, ազնիվ մարդ է, ինքը իմ համար հերոս է,
առաջին մեր հանդիպումը հենց եղել է, երբ որ ինքը եկել է ռադիո, դա ժողով էր ու սկսեց բոլորին քննադատել, բոլորին քննարկել, ինչ որ սովոր մեզ ուղղությամբ սկսեց բոլորիս ինչ որ ասել, որ դուք էսեք եւ այլն ու վախեցած էինք բնականաբար, ասում էի, վայ, մենակ էս մարդը չհայտնվի ռադիոյում։ Առաջին տպավորությունը այդպեսին է եղել։ Հետո ինքը կորավ 3 ամիս, ասինք լավ էր, քննադատեց գնաց, էլ չի գա։ Պարզվեց, որ պիտի գա ու բարեբախտաբար նա վերադարձավ 3 ամիս հետո ու իր շնորհիվ ռադիոյում շատ բան է փոխվել, որովհետև իր շնորհիվ մենք սկսեցինք ճանաչել մեր թերությունները, իր շնորհիվ մենք սկսեցինք ավելի համարձակորեն աշխատել մեր այսպես ասած նպատակների վրա եւ ինքը այն մարդկանցից է, որ հա գորգռում էր, ինքը պահանջում էր, երբեմն պահանջում էր այն ինչ որ ինքը երևակայում է, իսկ ինքը շատ բան է երևակայում եւ շատ մեծ նպատակներ է իր արժեվ դնում։ Թվում է թե դա անհնարին է, որպեսզի մենք հասնենք այդ ամեն ինչին, բայց ինքը կարողացավ բոլորիս համոզել, որ անհնարին ոչինչ չկա եւ բոլորիս նաեւ տալ այն ուժը, որ մենք հավատանք մեր եզակիության, ինչու՞ չէ նաեւ այդ տվյալների վրա։ Եթե ռադիոյում կա ժողովուրդ, ով ավելի շատ է ճանաչում Գոռին, ես ամենաերկար ճանաչողն եմ Գոռին, որովհետեւ մեր հանդիպումը, եթե չեմ սխալվում, կայացել է կամ 87 կամ 88 թվին։ Ես ձյուդո էի պարապում Սպարտակի մեր մարզադպրոցում, իմ ու Գոռի մեջ մի փոքր տարբերություն կա տարիքային, ու Գոռը մտավ մեր զալը։ Ու տենց էր, որ ռուսախոս ժողովրդից ձյուդո պարապող Սպարտակում այդ տարի թվին մենք 2-3 հոգի էինք, ու Գոռը դարավ 4-րդը։ Ինքը մեզնից մի քիչ տարիքով փոքր էր ու եկավ sense փաթաթված կիմանոյի մեջ, ծանոթացանք ու տենց մեր ծանոթությունը սկսվեց, իրար հետ պարապեցինք, ուղղակի հետո մենք շատ շուտ գնացինք բանակ, իսկ Գոռը մնաց պարապեց եւ դարավ սպորտի վարպետ եւ Հայաստանի չեմպիոն, եթե չեմ սխալվում։ Այդ էր մեր ամենաառաջի հանդիպումը, ասեմ, որ ես տպավորված էի ինչ որ բանով, երևի չէ, որտեղ էլ եմ ասում, այդ տարիքում 2 տարին մեծ տարբերություն է տալիս, բայց հետո որ մենք արդեն երկրորդ անգամ, երրորդ անգամ հանդիպեցինք, տենց լրիվ ուրիշ պատմություն էր։ Երբ ձեզ որևէ աշխատանքի առաջարկ են անում, ի՞նչն եք հաշվի առնում, ձեզ համար ի՞նչն է ամենակարևորը աշխատանքային հարաբերություններում։ Մի քանի դեպք ա եղել իմ կյանքում, երբ որ հրաժարվել եմ, երբ որ ինչ-ինչ պատճառներով այդ մարդկանց չեմ սիրել կամ առաջ սիրել եմ, հիմա չեմ սիրում, չգիտեմ, քաղաքացիական միգուցե ինչ որ, բայց մնացած բոլոր դեպքերում մարդկանց ուրախությունը գրում ես, վարում ես, գումար ես վաստակում։ Դա նորմալ է։ Դուք հետևում եք հայկական հեռուստատեսությանը։ Եթե սպորտային ալիքները հեռուստատեսություն են, այո։ Ֆուտբոլ եմ դիտում։ Ունեք որոշակի դիտարկումներ։ Եթե օրինակ շտկումներ անելու կամ կարգավորումներ անելու հնարավորություն ունենայիք, այ հաճախակի բողոքում են, որ հայկական հեռուստաշուկան այնքան էլ որակյալ չէ եւ այլն, որոշակի դիտարկումներ ունեք այս առումով։ Իհարկե միշտ է շտկելու բաներ կան։ Եթե դու համեմատես հայկական հեռուստատեսությունը անգլիական կամ ամերիկյան հեռուստատեսության հետ, իհարկե շտկելու շատ բաներ ունենք։ Միշտ կա շտկելու բաներ։ Ձեզ ինչը դուր չի գալիս հատկապես։ Ես այդքան չեմ դիտում, որ ասեմ ինձ ինչը դուր չի գալի, ինչ դուր է գալի, ես մտածում եմ, որ շատ դեպքերում մարդիկ, որոնք որ հեռուստատեսությամբ երևում են, իրենք իրենց պետք է նախ այդ հարցը տան, ունեն ասելու բան, թե չունեն, ասելիք ունեն, ինչի համար են իրենք դուրս եկել կամ ինչի համար են նստել տեսախցիկի առջև, ինչ են բերում, ինչ են սովորեցնում, ինչ են ուզում փոխեն։ Այդ հարցերի պատասխանները, որ յուրաքանչյուրը իրան տա, միգուցե շատ ավելի այլ կերպ լիներ հայկական հեռուստատեսությունը։ Ու էլ չեմ ասում տեխնիկական շատ բաների մասին, արհեստավարժ լինելու կամ չլինելու, շատ բաներ ֆինանսների հետ է կապված իհարկե, եւ դա այդ զամբտուդի կրուգն է, էլի, չկա գովազ, չկա ֆինանս, չկա գովազ, չկա ֆինանս չունենք գեղեցիկ տաղավար,
չկա ֆինանս, չունենք լավ հաղորդավար, որը թանկարժի եւ այլն, բայց դե պետք է մարդիկ ինչ-որ բաներ փորձեն անել։ Հիմա եթե մեր հերոստալիքների մեծամասնությունը ինչ որ մարդկանց էգոյի համար է ստեղծված կամ ինչ որ բիզնեսմենների առանձին ալիքներն են, որտեղ որ իրենց գովազդում եւ երբ որ պետք է դառնան քաղաքական գործիչ օգտագործում են, դե ուրեմն մենք արժանի ենք նրան, ինչ որ ունենք, դրա համար ես ֆուտբոլ եմ դիտում։ Շատ խելացի է, շատ բանիմաց է, ես կասեի, երբեմն նույնիսկ ամաչում ես իր կողքին որևէ մի բանից խոսել, որովհետև ինքը գիտի ամեն ինչ, չգիտեմ, այդպիսի ինչ որ ծակուծուկ կա, որտեղից ինքը գաղափար չունի։ Որպես հաղորդավարի առաջին մեծ կարողությունը հենց դրա մեջ է, որ ինքը ունակ լինի իր գիտելիքները վերածել ինչ որ պրիզմայով մեկ այլ նյութի, որը կկարողանա հատկապես ռադիոյի միջոցով, ինչի ռադիոյի, որտեղ ռադիոն դա միայն տեսք չի, եթե հեռուստատեսությունը քողարկում է քո արտաքինի տակ, քո ինչ որ բացեր, խոսքի բացեր, կամ չգիտեմ, այնտեղ թեմային անտեղյակություն եւ այլն, ռադիոն այդպես չի։ Ռադիոն լրիվ ձայն է, ականջ է ու բնականաբար ինքը այն մարդկանցից է, որ իր իմացածը կարողանում է վերածել հումորի, իր իմացածը կարողանում է վերածել սուր քննադատության կամ պարզապես քննադատության կամ պարզապես ինչ որ հետաքրքիր նյութի ու իրեն ինքը կարողանում է համոզել, որ լսե։ Որպես գործընկեր կարող եմ ասել, որ ես մի քիչ նույնիսկ վախենում եմ իր քրիտիկայից, որովհետև ես արդեն չեմ համարում ինձ ռադիոյի արվեստի, ռադիոյի աշխարհի մասնագետ, ոչ մի կրթություն չեմ ստացել հատուկ, բայց իր գալը ռադիո, իր ուսումնասիրել է ռադիոյի կյանքին, աշխատանքին, իր կրեատիվ մտքերը եթերի հետ կապված շատ պարզ են, հասկանալի ու անվիճելի էին միշտ ինձ համար։ Իր կարծիքը շատ կարևոր է ինձ համար։ Ամեն խելքի բան չի գոռը, բայց գոռը եզակի է ու որպես հաղորդավար ես կարծում եմ, որ ինքը իսկապես գտածո է մեր հայկական իրականության մեջ, շնորհակալ եմ, որ ինքը կա մեր կողքին։ Գոռը հիանալի հաղորդավար է, ես կասեի գրեթե անթերի, իր առաջինը, իր ամենագրավիչը երևի ինտելեկտն է, որը գոռի մոտ ամենաբարձր մակարդակի վրա է, իր գիտելիքներն է, իր կարդացած գրքերի քանակը, իմիջիայլոց գոռը ամեն տարվա վերջ բանա տալիս, հաշվետվություն է տալիս, քանի գիրք է կարդացել ու ինչ գիրք է կարդացել։ Ու եթե դուք հետևեք, կտեսնեք ինչքան շատ է այդ մարդը կարդում, պարզա որ իր գիտելիքները ու նույնիսկ ես օրինակ կարդում եմ ու մոռանում եմ մի քիչ հետո, ես գոռ ամեն ինչ հիշում եմ։ Դրա համար բացի այդ առաջինը, իր գիտելիքները, որը եթերում երևում են միանգամից, իր ինտելեկտը, որը երևում է։ Երկրորդը իր ձայնի տեմբրը, իհարկե ֆանտաստիկ է։ Երրորդը իր հեռուստատեսային եւ ռադիո ռեակցիան։ Ինքը վարքյանական հասկանում է ոնց է պետք փոխել տոնայնությունը, ոնց է պետք շարունակել եւ այլն, այդ շատ քիչերի մոտ կա։ Դրա համար ես կասեի, որ գոռը որպես հաղորդավար հեռուստատեսության մասին չեմ ասի, որտեղ այդքան շատ չեմ նայում, բայց եթե ռադիոյի մասին եք խոսում, երևի Հայաստանում լավագույնն է։ Ու ոչ միայն Հայաստանում, եթե դուք տեսել եք այն դիպլոմների քանակը, որը մենք ունենք, ասում են մի մասն էլ այդ գոռի շնորհիվ շատ դիպլոմներն է, ու ես կարող եմ ասել, որ ոչ միայն Հայաստանում գոռը իսկապես բարձրագույն մակարդակի հաղորդավար է։ Դուք բազմաթիվ հեռուստանախագծերի ժյուրիի անդամ եք եղել։ Հեշտ է մարդկանց գնահատելը։ Եթե ազնիվ ես, այո։ Դուք ազնիվ եք։ Աշխատում եմ ազնիվ լինել։ Իսկ ինչպես եք վարվում այն մարդկանց հետ, ովքեր անազնիվ են ձեր նկատմամբ։ Չեմ նկատում նրանց եւ վերջ։ Ինչ պետք է։ Ժամանակին, երբ որ ավելի երիտասարդ էի, փորձում էի ինչ-որ բաներ բացատրել, համոզել, հետո հասկացա, որ դա անիմաստ է։ Իմ կյանքից է գնում ժամանակ, որը որ ես կարող եմ գիրք կարդալ օրինակ։ Դե անազնիվ է, թող գնա իր համար շնչի ինչ։ Ես չեմ որոշել, որ ինքը ծնվի կամ չծնվի։ Թող ապրի իր համար։
Ձեզ հեշտ է տրվել այն ճանապարհը, որը դուք անցել եք ձեր կարիերան ստեղծելիս։ Չեմ տառապել ոչ մի բանի համար։ Որևէ խոչընդոտի չեք հանդիպել, որը փշոտ հիշողություններ է առաջացրել։ Անկամ երբ որ հիշում եմ, որ այդ անցում պետք է լիներ իմ ռուսերենից հայերեն, մելի ես ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Չունենալով միջև հիմա ոսկեղենիկ հայերեն, բառապաշար ես չեմ ամանչում, ամեն անգամ ասում եմ, որ իմ պղինձը մոլիբդենիկ է։ Եվ եթե մարդիկ դեռ ուզում են ինձ այդպիսի հայերենով լսել, տեսնել, գումարներ են վճարում դրա համար, ուրեմն հիշում եք մի հատ ֆիլմ կար հայտնի, որ ասում է, եթե աստղերը երկնքում վառվում են, ուրեմն դա ինչ որ մեկին պետք է։ Ուրեմն ես դեռ ինչ որ մեկին պետք եմ։ Դրա համար ես բացարձակ այտենց ինչ որ խնդիրներ, դժվար ճանապարհ, նստել, մտածել, այս ծրագիրը ոնց պետք է անենք, այս դերը, չէ, իմ մասին չի դա։ Որն է ձեր ամենակարևոր դերը կյանքում։ Դեր ունեմ երևի իմ երեխաների կյանքում, ինչ որ իմ ընտանիքի անդամների, կնոջս։ Իսկ ձեր որ դերն եք լավագույնս կարողանում կատարել։ Բազմոցի վրա պարկել եւ գիրք կարդալ։ Դա գերազանց եմ կատարում։ Ֆուտբոլ եմ դիտում մեծ սիրով, ճանապարհում եմ մեծ սիրով։ Ների դրանք։ Ունեցել եք առաջարկներ դրսում աշխատելու եւ ապրելու։ Այո։ Եվ ինչ պատճառներով եք մերժել դրանք։ Ստա իմ երկիրը ես ինձ լավ եմ այստեղ զգում, ես ինձ այստեղ պետքական եմ զգում, ստեմ երեխաները սովորում են, ապրում են, ամուսնանում են, բանակ պետք է գնան։ Ստեղա մերը։ Ինչից է սկսվում ձեզ համար հայրենասիրությունը։ Ընտանիքի անդամներից։ Քո ընտանիքից ուրիշ, որտեղից պիտի սկսի։ Տատիկներից, պապիկներից, մամայի օրորոցայինից, տենց երևի շատ պարզ հասարակ բաներ։ Հիշում եք առաջին դրվագը, երբ հանդիպեցիք ձեր կնոջի, ինչպիսին էին այդ տպավորությունները։ Իհարկե հիշում եմ, որովհետև ես նրան տեսել եմ, հետո 7 տարի չեմ տեսել, հետո երազում տեսել եմ ու տեսել եմ այնպես, ինչպես որ 7 տարի առաջի տեսա։ Դուռը բացեց մի աղջնակ, կանաչ շապիկով ու կարճ ջինսից շրջազգեստով։ Դա էր մեր առաջին հանդիպումը։ Ես իմ ապագա կնոջ քուրիկին ճանապարհում էի տուն, որտեղ մութ էր, լիֆտ չկար, տենց բարձրացրել էինք, որ ինքը գնար տուն, տենց տեսա Մարիամին։ Հետո 7 տարի չտեսա, հետո երազում տեսա։ Որոնք են Մարիամի ամենագեղեցիկ առանձնահատկությունները։ Ինձ սիրելը ինձ թվում է, կամ ինձ ընդունել այնպեսին, ինչպեսին ես կամ բոլոր իմ մինուսներով, ավելի շատ կամ պլյուսներով։ Երբ կողքից եք դիտում, ձեզ ընդունելը հեշտ է։ Դուք Չէ, ավելի շատ բավականին ունեք դժվար, առավելություններ, թե թերություններ։ Թերություններ, իհարկե, ինձ թվում է յուրաքանչյուր նորմալ մարդ ավելի շատ ունի թերություններ, քան առավելություններ։ Նու բացի են, տենց կան մարդիկ, որ միայն առավելություններից են։ Ինքը շատ լավ ամուսին է, շատ լավ պապա է, շատ լավ որդի է, եւ երևի իրանց ընտանիքի ամենակարևոր մարդն է ինքը, որովհետեւ ինքը այն սուբստանցիան է, որը որ միացնում է բոլորին, բոլորի մասին հոգա տանում, խելագարվում է իր երեխաների համար, երջանիկ է, որ շատ զավակներ ունի, երևի եթե կամ կլներ վերևից, երևի ավելի շատ կունենար, այդ հարցում ինքը անկուշտ է, ինքը մեծացել է մեծ ընտանիքում եւ այդ մեծ ընտանիքի չգիտեմ դրոշը միշտ բարձր պահում է, մեծ ջերմ իրար մեջ կապնված ընտանիքը եղբայրների, քրերի հետ շատ մոտիկ է, շատ ջերմ է ու ես դա տեսնում եմ ու զգում եմ։ Ես միշտ մտածել եմ կան այդպիսի երևի տղամարդիկ արդյոք, որոնք որ ընտանիքում իսկապես այնպիսին են, ինչպիսին որ կինը կարող է իրեն երևակայել ու պատկերացնել։ Իհարկե ամեն ինչ գորից չի գալիս, նաև կնոջից է գալիս, որովհետև Մարիամն էլ արտակարգ անձնավորություն է, բայց գորի նայելով քո արդեն նպատակակետը ընտանիք կազմելու
եթե ընտանիք ես ուզում կազմես, քո նպատակակետը ունենալ կողակից եւ ունենալ պապա քո երեխեքի համար, նայելով գորին դու հասկանում ես, որ այսպիսի մարդիկ կան ու հետո շատ դժվար է այդպիսի մարդ գտնել, որովհետեւ այդպիսի մարդիկ շատ եզակի են իրենց տեսակով, որոնք նվիրված են իրենց ընտանիքին այնպես, ինչպես ինքն է, որպես պապա, որպես ամուսին, որպես ընկեր, իր փեսայի համար, որպես ընկեր, իր եղբայրների, քրերի համար։ Դուք կարողանում եք հեշտությամբ ընդունել ձեր կատարած սխալները։ Ես ինքս իմ, իհարկե, դա իմ սխալներն են, չէ։ Գոր, ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը ձեր կարծիքով։ Իրար սիրել, իրար հարգել, իրար ներել, ավելի շուտ ոչ թե ներել, այլ զիջել, ըստ երևույթի։ Տղամարդը պետք է պարբերաբար կարողանա լռի։ Ուղղակի, եթե ինչ-որ բան ուզում ասի, չասի։ Ես առաջին անգամ եմ լսում այս մոտեցումը, քանի որ միշտ տղամարդիկ պնդում են, որ լռելը կնոջ շնորհն է, ոչ թե տղամարդու։ Դե ուրեմն ես աննորմալ տղամարդ եմ, ինչ կա դրա մեջ։ Ես գերադասում եմ լռել անիմաստ է խոսել մեկ-մեկ։ Հետո ես շատ եմ խոսում առօրյայում աշխատանքի պայմաններից ելնելով, դրա համար աշխատում եմ լռել ավելի շատ։ Թոքինը խոսա մորդ, ինչ կա, խոսել։ Ընտանիքի կայացման գործում առավելապես դուք կարևորում եք կնոջ դերը թե տղամարդու։ Չէ, հավասարաչափ իհարկե, ոնց կարա շինարարը առանց քարի կարա, հիանալի շինարարը, բայց ոչ քար ունի, ոչ ցեխ ունի, ոնց կարա պատեր բարձրացնի։ Դա աշխատանք է, որը որ կինը տղամարդը իրար հետ պետք է անեն։ Աշխատանք է, կյանք է։ Ամեն մեկը ունի իր, այսպես ասած, պարտականությունները, իր ուժեղ կողմերը, մեկը լավ փոշեկուլո օգտագործել գիտի, մյուսը վատ, բայց միաժամանակ մյուսը, չգիտեմ, կարող է լավ փողակարում աշխատի, դիմը թող ամեն մեկը որոշի ոնց է ինչ անում։ Մեր տանը դա շատ հարմոնիկ է այսպես ստացվել, նենց չի որ մենք թուղթ ու գրիչ ենք եկալ է, կիսել ենք թուղթը երկու մասի, գրել ենք Գորմարիամ եւ ասել ենք ով ինչ պետք է անի։ Ուղղակի ամեն մեկ անում այն, ինչ որ ինքը առավելագույնս կարող է լավ անի, իսկ ինչ որ չի կարող անի, չի անում եւ վերջ։ Հիմա ես չգիտեմ, չեմ սիրում շտեպսել փոխել, բայց ես գնում եմ մարդուն փող եմ տալի, շտեպսելը փոխում է։ Շտեպսելը փոխած է, ինչ տարբերություն։ Կռիվ անենք դրա համար։ Ինձ թվում է, որ կինո չի կարելի տենց ասել, որ ինչ որ մեկը ավելի շատ պետք է անի, քան մյուսը։ Ինչպիսի չափանիշներ ունեցող մարդը կամ առհասարակ որ տեսակի մարդը կարող է դառնալ Եգոր Գլումովի ընկերը։ Գիտեք, մենք չենք ընտրում հայրենիք, չենք ընտրում ծնողներ, եւ առաջին անգամ մեր կյանքում ընտրություն ենք անում, երբ որ ընկեր ենք ընտրում։ Բայց դա նենց չի, որ ինչ որ էլի նորից ինչ որ մեկը նստե գրել է, ես իմ որտեղ ինչեր, ու այդ կանոններին, կանոնադրությանը պետք է։ Չէ, ուղղակի պետք է նենց մարդիկ լինեն, որ դուք անգամ լռելու թեմա ունենաք, ել չեմ ասում խոսելուց։ Իհարկե, ինչքան տարիքդ մեծանում է, այդքան դժվարանում ես նոր ընկերներ ձեռք բերել, որտեղ էլ ավելի բծախնդիր ես դառնում, էլ ավելի, բայց ես այդ տեսակետից երջանիկ եմ, ունեմ մանկության մի քանի շատ մտերիմ ընկերներ, որոնք որ տասնյակ տարիներ արդեն մենք իրար հետ ենք, արդեն իրար հետ են մեր ընտանիքները, երեխաները, թոռները, ինչ որ մարդիկ թոռներ ունեն արդեն։ Վերջը, եւ այդ տեսակետից ես բացառիկ երջանիկ մարդ եմ, բայց նենց որ ասեմ, որ ինչ որ նա պետք է ազնիվ լինի, հայրենասեր լինի, չկա տենց բաներ։ Դու արդեն դա գիտեք, դա ոնց է, puzzle-ը ոնց է մտնում, puzzle-ի մեջ, այդ տենց մարդիկ իրար գտնում են։ Դուք ձեզ լավ ընկեր համարում եք։ Պետք է իրանց հարցն, ես չգիտեմ։ Ինքներդ ձեզ։ Ну, ես կարող եմ տենց абստրագիրոն ասեմ, որ եթե ես իմ նման մարդու ճանաչեմ, ինքս իր այդ ընկերություն անեմ, բայց նենց որ ես ինքս ինձ համարեմ, չէ։ Դժվար։ Որոնք են ձեր բնավորության ամենադրական կողմերը։ Ну, ընտանիքասեր եմ երևի։
ինչ որ տյանեմ արագ եմ անում։ Դա երևի։ Բայց դա գալիս է նրանց, որ ես ալարկոտ եմ, որովհետև գերադասում եմ շատ արագ անել, որ պրծնեմ այդ գործից, հետո ալարեմ։ Եվ եթե ինչ-որ մի բան անում եմ, աշխատում եմ անել այնպես, որ հետո եւս մեկ անգամ չանեմ, որովհետև ալարկոտ եմ։ Այսինքն իմ ամենակարևոր ալարկոտությունն է, մնացածը գալիս է։ Ալարում եմ կնոջս հետ կռվել, օրինակ, դրա համար լռում եմ, այո։ Ալարում եմ երեխաներին անիմաստ ինչ-որ խրատներ տալ եւ դաստիարակել։ Ինձ ավելի հեշտ է ասել, որ երեխաներն են ինձ դաստիարակում։ Թե ինչքանով ենք մենք դաստիարակված, թե ես, թե իրենք, արդեն հասարակությունը թող որոշի, ու ստերեոտիպ որոշում է։ Երբ որ դու իրեն լսում ես եթերում, թվում է թե ինքը տենց չոր է, որ ինքը այդպես ղժում է բոլորի վրա, գլումից է, աչուձախ եւ այլն։ Մարդկային որակներում իրականում շատ փխրուն է։ Որ տրվեց, նվիրվեց քո հետ ապրումը, քո հետ շատ բան չի խոսում, լուռ է։ Այ մարդկային որակներում ընկերության մեջ ինքը լուռ է, բայց ինքը շատ է։ Այսինքն եթե ինքը կա քո կյանքում, եթե ինքը քեզ ընդունեց որպես մոտիկ, աշխարհը շուռ կտա քո համար։ Գոռը ունի մեծ ընտանիք 4 երեխա։ Քարոզիա պատերազմի ժամանակ մենք եթերում նստած էինք։ Մենք չգիտեինք, որ ինքը գնացել է եւ դիմել է մեկնելու համար առաջեգից։ Զանգ եղավ, հենց եթերում էինք, առավոտյան մեր ծրագիրներ իրար հետ էինք։ Զանգ եկավ, իրան կանչեցին զինկոմիսարիատ, գոռը հենց եթերից վեր կացավ ու գնաց առաջեգից։ Այդ ձեզ իրավորակների մասին մի մարդ, որը ունենալով մեծ ընտանիք 4 երեխա, որից մեկը փոքր է, այդ ժամանակ ավելի փոքր էր բարձա, ամեն ինչ թողեց եւ գնաց իր հայրենիքը պաշտպանելու։ Այդ ամենա երևի մեծ գնահատականը, որ ես կարամ տամ, բացի դրանից էլ, եթե ում հետ էլ խոսեք, երևի մարդ չեք գտնի, որը գոռի մասին ինչ որ բացասական բան կարող ասի իր մարդկային որակներից։ Լավ ընկեր, լավ հայր, լավ եղբայր, ամեն ինչու մեջ լավ։ Կար ժամանակ, որ մենք շատ ենք վախենում գոռի համար, որովհետև ինքը գնաց կռվի ու իրանից լուրեր չունենք, սաղս ահավոր լարված վիճակի մեջ ենք։ Ես ուզում եմ, որ դա երբեք չկրկնվի, ոչ միայն գոռի համար, բոլորիս համար։ Երևի իմ ամենամեծ ցանկությունը գոռի հանդեպ երևի համահայկական է, խաղաղությունը լինի։ Մենք ապրենք այն Հայաստանում, որի մասին երազել ենք, որի համար պայքարել ենք։ Դա է իր նպատակը, ինքը չի փոխի Հայաստանը ոչ մի երկրի հետ, ինքը շատ է սիրում Հայաստանը, ամեն ինչ կտա Հայաստանի համար, իր կյանքը կտա։ Ես ցանկանում եմ, որ դրա պահանջը չլինի երբեք ոչ մեկիս համար, իր համար միշտ արևը լինի ու առողջություն, որ ինքը թորներին գրկի, ծորներին գրկի, դա եմ ուզում երևի։ Այսօր ուզում եմ, որ ինքը ամենակարևորը առողջություն ունենա, որովհետև բոլորս հիմա մի քիչ ավելի շատ է վազքը դեպի հասցնելու, իրականացնելու ցանկություններ, երազանքներ, այսինքն այդ մատերիալ աշխարհը, որպեսզի դու կարողանաս հասցնես ապահովես քո երեխեքին եւ այլն, ցավոք մեր իրականությունն այդպեսին է, որ մենք չենք կարող հանգիստ ընթացքով գնալ դեպի այդ։ Դրա համար վազում ենք, գոռնել է վազում, գուցե շատերի համար աննկատ, բայց ես տեսնում եմ ինչքան է ինքը վազում, ինքը վրազում, ես ուզում եմ, որ ինքը առողջապես ամուր լինի, որ կարողանա այդ վազքի մեջ պարզապես հավաքել մուսկուլներ, կոպել իր առողջությունը, այլ ի վնաս չլինի, որտեղ ինձ համար շատ կարևոր է, որ ինքը առողջ լինի։ Ես կմաղ թե Իրանը ուղղակի ինքը երջանիկ լինի, ինչքան հնարավոր է մեր այս իրավիճակում, որում մեր պետությունն է գտնվում, իսկ ինքը այն մարդն է, որը շնչում է ու ամեն իր մի շունչը կապված է նաև իր հայրենիքի հետ, կորցրած հայրենիքի հետ, ու ես կմաղ թե Իրան, որ եթե ամեն ինչ մի կողմ դնենք, որ միշտ ժպտա, իր մոտիկները իրանց միշտ ուրախացնեն, իր երեխաները իրան միշտ ուրախացնեն, ինքը իրանցով հպարտանա, որտեղ մնացածը գոռի մոտ կա ու իրան ինչ-որ ավել բան մաղթելը դժվար է։ Իմ համար գոռը մեր երկրում գտնվող, ու մենակ էլի ասեմ մեր երկրում չէ, ընդհանրապես լավագույն ներկայացուցիչներից է։ Մենք մարդիկ ունենք, որոնք ամաչում ենք, ասենք, որ նրանք հայ են,
իսկ որ գոռա հայա, ես հպարտանում եմ դրանով։ Մարդկային հարաբերություններում շփման մեջ մարդկանց հետ կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել կամ չեք կարող հասկանալ։ Ինչը կարող է ձեզ շատ ցավ պատճառել։ Դե նորից եմ ասում, իրականում եթե դա լիներ, հիմա մեր հարցազրույցը լիներ մի 30 տարի առաջ, ես կասեի իհարկե ես չեմ սիրում ստախոս մարդկանց։ Եվ երբեք չեմ ուզի որ իմ կողքին։ Բայց հիմա հասկանում եմ, որ թասուտ խոսա, ինչ դից անիմաստ։ Ինքը իր կյանքն է փչացնում, ինձ միևնույնն է։ Ես ուղղակի օրինակ ստախոս մարդիկ, որոնք մեկ անգամ ստում են իմ նկատմամբ, իրանք առհասարակ չկան, գոյություն չունեն ինձ համար։ Եվ վերջ։ Հիմա թե պատուհաններ, որում լույս կար վառած, հիմա այդ պատուհանը լույս չկա վառած։ Ու վերջ, բայց պատուհանը էլի կա կամ չկա, ես չգիտեմ։ Նեղում եմ դրանից։ Դավաճանություն, չգիտեմ ինչ, տենց ես հիմա շատ դարձել եմ, այսպես հանդարտ այդ ամեն ինչի նկատմամբ, բայց ժամանակին իհարկե մաքսիմալիստ էի եւ ինձ թվում էր որ միջև վերջ պետք է փորձենք դրանց հետ պայքարել։ Հետո հասկացա, որ ամեն մարդ իր համար իր ընտրությունը անում է։ Եվ իրականում դե նորից չէ տարբեր բաներ են ասում։ Մեկ ասում է ես խոմ դատախազ չեմ որ դատեմ, մեկ ասում է Աստված կպատժի։ Ես էլ ասում եմ ալարում եմ, թող ինչ ուզում են անեն։ Ես ուղղակի գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ ինքը իր արարքների համար պատասխան է տալու ուշ թե շուտ։ Մանկուց դա իմ մեջ նստած է, որ պապան ինձ ասում էր, որ տղամարդը պետք է իր բոլոր խոսքերի եւ արարքների համար պատասխան տա, բայց դա բան էր էլի, այտենց պատրիարխալնի մոտեցում էր, բայց չէ որ մենք հավասար ենք։ Յուրաքանչյուր մարդ պետք է իր բոլոր արարքների համար ուշ թե շուտ պատասխան տա։ Թե ումա պատասխան տալու դա էական չի։ Դա կարող է լինի իր ընտանիքի անդամը, դա կարող է լինի գործատուն, ոստիկանը, դատախազը, իր սիրված էակը, պատերազմի դաշտում ինչ որ մեկին պետք է պատասխան տա։ Բայց ուշ թե շուտ թե տա։ Դրա համար յուրաքանչյուր մարդ ինքը իր համար մտածի ոնց է ինքը ապրում։ Մայք պատմում ձեզ հետ տեղի ունեցող իրադարձությունն առաջինը լավ կամ վատ։ Դե ընտանիքիս անդամներին ում պետք է պատմեմ։ Մարիամին, երեխաներին, ինչ որ կարելի է երեխաներին պատմել, չնայած երեխաների մանես տարիքին, որ ըստ էության ինչ կարելի է պատմել։ Ամենահոգոմոտիկներին կամ հարազատներին իհարկե։ Իհարկե շատ ավելի մեծ ուրախությամբ ինչ որ լավ լուրով է սկսվում։ Դե բայց վատն են բաներ կա, որ պետք է կիսվես, որ այդ չես կարա չկիսվես։ Համարում եք ձեզ երջանիկ մարդ։ Անշուշտ։ Ինչ որ բան ձեզ պակասում է, էլ ավելի երջանիկ լինելու համար։ Դե իհարկե պակասում է։ Պակասում է, որ թորներ ունենամ շատ, պակասում է, որ մեր երկիրը լինի հզոր, պակասում է խաղաղությունը կամ խաղաղության սպասելիքները, պակասում է, որ Հայաստանի հավաքականն աշխարհի չեմպիոն չի ֆուտբոլից, շատ բան է պակասում։ Բայց դե ունենք այն ինչ որ ունենք եւ ինչ որ ինձանից կախված է, ես ամեն ինչ անում եմ։ Բայց թորնիկ ունենալու պարագայում ես ոչինչ չեմ կարող անել։ Հայաստանի հավաքականը որ դառնա աշխարհի չեմպիոն, ոչինչ չեմ կարող անել։ Խաղաղության էլի ըստ երևույթի ես ինչ որ կարողանում եմ, դրա համար չգիտեմ։ Եգոր Գլումովը պատրաստ է դառնալ գոր պապիկ։ Իհարկե պատրաստ է։ Գոր պապիկ, պապիկ, թե գոր, չգիտեմ թորնիկս ինչի ասելու ինչ։ Թոս պապիկ է ինչ որ։ Կինս ասում է չէ, ինձ չպետք է ասի տատիկ, բայց ես օքեյ եմ։ Երբ ձեր երեխաները կայացրել են կյանքում շատ տարբեր որոշումներ, եւ անձնական, եւ գործնական, եւ ուսումնառության հետ կապված, դուք այդ հարցերին միջամտել եք, թե իրենց ազատություն եք տվել։ Ազատություն։ Բացարձակ չեմ միջամտել ոչ կյանքի ընկեր փնտրելուց, ոչ ուսման վայրը փնտրելուց, ոչ որտեղ որ ուզում են գնան աշխատալու, նրանք իմ հետ խոսել են, իմ հետ չեն, ես չէ որ մենք այտենց նստում ենք առանձին զրուցում ենք փակ դռների, չէ, ընտանեկան մեր, չգիտեմ, կարող է դա ճաշկերույթի ժամանակ լինի, կարող է երեկոյան ինչ-որ ֆիլմ դիտելուց լինի, մենք ընդհանուր քննարկում ենք եւ յուրաքանչյուր ընտանիքի անդամ ամենափոքրից մինչեւ ամենամեծը արտահայտվում է եւ ինչ որ
ունես չէ որ հետո քվեարկում ենք որոշումներ ընդունում չէ, հետո յուրաքանչյուր ընտանիքի անդամ ինքը իր համար որոշումներ է կայացնում։ Հետո բաներ կա, որ ես ոչ թե իրենց տեղն են որոշում, այլ անում եմ այնպես, որ իրենք այդ որոշումները կայացնեն, որովհետև նորից եմ ասում, ամենակարևոր հատկությունը մարդու, որ ինքը յուրաքանչյուր մարդ կապ չունի տարիքը, ինքը իր արարքների համար պատասխան տա։ Եթե իմ տղան իմ մեծ երազանքով կամ շարունակելով իմ մանկական երազանքները գնացել է ձյուդո, հետո մի քանի տարի հետո որոշել է, որ ինքը չի ուզում ձյուդո պարապի, չի նշանակում, որ պապան պետք է գնա մարզիչին ասի, որ Վահանը ձյուդո չի պարապում։ Վահանը բավականին փոքր տղա էր դեռ։ Ես իրեն ասացի գնա մարզիչի ասա, որ դու չի ուզում պարապես ինքդ։ Այդ որոշումը կայացրու։ Ну, քտենց էլ արեց։ Այսինքն նա համ որոշումը կայացրեց, համ գնաց ինքը ասեց, եւ բավականին փոքր տարիքում էր դա։ Երեխաները պետք է մանկուց ազատ լինեն, դա է։ Չէ որ մենք չգիտենք վաղը ես տանը կլնեմ, թե երկնքում կլնեմ, թե որտեղ կլնեմ։ Հետո ես ամբողջ կյանք որ ինձ տեղ որոշումներ ընդունեմ, հետո ինչ են անելու։ Դուք նույնպես այդ ձևով եք մեծացել։ Այո, մեր տանը էլ այդպես է։ Շատ դեպքերում ըմբոստացել եմ, իհարկե, բայց այո, ազատություն մենք մանկուց ունեցել ենք, մենք բոլոր 5 երեխաներն ազատությունը կունեցել։ Կա որևէ բան, որի համար դուք ափսոսում եք։ Իհարկե կա։ Ափսոսում եմ, որ չկարողացա մասնակցեմ առաջին Արցախյան պատերազմին։ Ափսոսում եմ, որ մամաս բավականին շուտ հեռացավ կյանքից։ Ափսոսում եմ, որ եղբայրը զոհվեց եւ ինչ որ բաներ կար, որ իրար հետ խոսենք, չխոսեցինք։ Կան, շատ բաներ կան, որ ափսոսում ես։ Ինչ կասեիք ձեր մայրիկին հիմա։ Որ այն շատ եմ սիրում, ինչ պիտի ասի։ Եվ առասարակ բոլոր այն խոսքերը, որոնք որ դուք ուզում եք ասել, ձեր ծնողներին հիմա ասեք, այս բան։ Որտեվ շատ դեպքերում ցավոք սրտի ուշ լինում։ Հետո ափսոսում ես, որ չես ասել։ Շատ շնորհակալ եմ Գոռ, ինձ համար ձեզ այդ զրույցը հետաքրքիր էր, անկեղծ եւ իհարկե հիշարժան։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ձեզ հետ հայ պերսոնալ էր, կհանդիպենք։